Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ավելի կայուն չի եղել իր գոյության ողջ ընթացքում։ Քան 2026 թվականի հունվարի 14-ի առավոտյան ժամը 8-ի դրությամբ Հայաստանի անվտանգության շեմի մասին հայտարարում է վարչապետը հենց անվտանգային ֆորումի շրջանակում։ Այս ֆորումը 15-րդ անգամ կազմակերպում է արդեն 10 տարեկան միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը։ Խորագիրն է Հայաստանը եւ խաղաղությունը, ռիսկերի եւ հնարավորությունների խաչմերուկում։ Ուզում եմ բոլորի շնորհավորել եւ մեր տարածաշրջանի շնորհավորել։ Այսպես է սկսում իր խոսքը վարչապետը, շնորհավորանքի առիթը Հայաստանի եւ ԱՄՆ-ի Վաշինգտոնյան համատեղ հայտարարությունն է։ Եվ ամբողջությամբ միջավայրը փոխում է։ Միջավայրը ըստ երկրի ղեկավարի սկսեց փոխվել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, երբ քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքը, որին հաջորդեց ԵՄ դիտորդական կարճաժամկետ առաքելությունը, որը հետո դարձավ երկարաժամկետ առաքելություն։ Իրադարձություններն է հիշեցնում վարչապետը, կարևորում նաև այդ քառակողմ հանդիպմանը նախորդած իրադարձությունների ընթացքը։ 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ ինչն էր մեր հետևությունը եւ մեր եզրակացությունը եւ ինչ փոխվեց ընդհանրապես։ Մենք հասկացանք, որ մեր հարցերի լուծումը մենք չպետք է ուրիշ որևէ մեկից սպասենք։ Մինչև այդ Հայաստանը զբաղված էր մեծ դռներ ծեծելով, պարզաբանում է վարչապետը շեշտում, բայց որպեսզի միջազգային հանրության աջակցությունը լիներ հասցեական, նախ մենք պիտի հասկանայինք, թե ինչ ենք ուզում։ Եվրոպական խաղաղության գործիքին մասնակցության համար շնորհակալություն հայտնելով վարչապետը սպառազինությունների շուկայի հասանելիության մասին մանրամասներ է հայտնում։ 2022-ից առաջ շատերը հրաժարվում էին մեզ սպառազինություն վաճառել։ 2022 թվականին Երբ որ մենք Պրահայում հայտարարեցինք Ադրբեջանի հետ արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա, սպառազինության պաշտպանական միջազգային շուկան մեր առաջ բացվեց։ Հետո պարզվեց այդ դեպքում շատ դեպքերում կարիք չկա, որ մենք գնանք դռներ ծեծեն։ Մեզ ասում են, իսկ մենք ձեզ կարող ենք առաջարկել սա։ Իսկ 2022-ից առաջ միայն զենք ձեռք բերելու այլ ընտրանքը չէ, որ չկար։ Մենք ունենք իրադրություն, որ նույնիսկ $100 միլիոն մենք ունեինք վճարումներ, որ պետք է ստանայինք դրա դիմաց սպառազինություն եւ տեխնիկա, եւ մեզ երբեմն քաղաքավարի, երբեմն ոչ այդքան քաղաքավարի, պարզապես այդ մատակարարումները չէր իրականացվում։ Եվ նաեւ այդ էր որ պատճառը, որը լեգիտիմ որոշում էր, մենք սառեցրինք մեր անդամությունը հապկին։ Այսօր արդեն թրիփի շուրջ արված հայտարարությունը կարևոր անկյունաքար է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ինստիտուցիոնալ դարձնելու ճանապարհին։ Վարչապետի գնահատմամբ այդ ուղղությամբ Ադրբեջանի հետ հարաբերությունները առաջ են ընթանում շատ ավելի մեծ տեմպերով, քան ենթադրում էին Հայաստանը, միջազգային հանրությունը, գուցե Ադրբեջանը։ Օրինակ է բերում երկկողմարևտուրը, որ այսօր նաեւ գործիք է դարձել դեռ 2018-ից սկսած մենաշնորհների դեմ պայքարում։ Բայց մեզ այդպես էլ չէր հաջողվել այն մենաշնորհները, որոնց մի ծայրը Հայաստանում էր, մի ծայրը Հայաստանից դուրս, մեզ չէր հաջողվել այդ մենաշնորհերի այդ խնդիրները լուծել։ Եւ հիմա մեր բոլորի առաջ բենզինի եւ դիզվառելիքի շուկայում հաստատված տասնամյակների մենաշնորհելը խաղաթղթերի տնակի նման ուղղակի մեր աչքի առաջ քանդվում են։ Մեր աչքի առաջ քանդվում են եւ բնականաբար այդ բոլոր ընկերությունները տասնամյակների հիմա վերջին հուսահատ ճիքերն են գործադրում եւ մեծ ներդրումներ են անում հակաարշավ իրենց մենաշնորհային դիրքը հայրենասիրական կարգախոսների ներքո պաշտպանելու համար։ Մինչդեռ Հայաստանի սպառողները տասնամյակներով 10 տրիլիոնավոր դրամներ ավել են վճարել այդ ամեն ինչի համար, ոչ մեկ բնականաբար այսօր դրա համար բացատրություն ու պատասխան չի ուզում տա։ Համոզմունք է հայտնում ապօրինի գույքի բռնականացման մեխանիզմները կաշխատեն եւ բոլոր այս հարցերին դեռ կտրվեն պատասխաններ։ Երեք տեսա տենց էլի բանի բենզինի համար եռաբլուրը մոռացակ, ես մոռացակ, եմ մոռացակ։ Ոչ, այդպես չի, որովհետեւ ես ասում եմ, որ զարգացած, կայուն, անվտանգ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ
Դրանից մեծ ուղղակի հարգանքի տուրքն է մեր նահատակներին, մեր ընկած եղբայրներին։ Անվտանգություն ասելով միայն բանակ չէ, որ պետք է հասկանալ, վարչապետի դիտարկումն է։ Անվտանգությունը նաև այն է, որ դու հասկանում ես քո տեղը եւ դիրքը աշխարհում։ Դու հասկանում ես աշխարհում ապրելու եւ գործելու կանոնները եւ հետևում ես այդ կանոններին։ Դու գիտես լինել հարգալից եւ գիտես նաև հարգանք ներշնչել, բայց հարգանք ներշնչելը ուրիշների օձիքները հավաքելով չի լինում։ Այլև միջազգային հարաբերություններում դիրքավորվելով պատասխանատու, մաքսիմալ համեստ, որովհետև համեստությունը ոչ մեկին չի վնասում։ Այդ թվում Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ թե ինչ փուլում են Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ, պանելային քննարկման ժամանակ դեսպանները պատմեցին, առանցքում կրկին TRIP նախագիծն է։ ԱՄՆ-ն փորձում է տևական եւ արդար խաղաղություն բերել Հայաստանին ու տարածաշրջանին։ 2025 թվականին Միացյալ Նահանգները վերաձևակերպեց իր հարաբերությունները Հայաստանի հետ, հասցնելով այն ռազմավարական գործընկերության։ 2023 թվականին իրավիճակը Հայաստանում այլ էր։ Սահմանի երկայնքով ամեն օր կրակոցներ էին լինում։ Հաճախ հայ սահմանապահները վիրավորվում կամ զոհվում էին։ Դեսպանը հիշեցնում է նաև 2023-ի սեպտեմբերը, երբ Լեռնային Ղարաբաղի 100,000-ից ավելի հայերը բռնի տեղահանվեցին իրենց տներից։ Կար որոշակի մտահոգություն եւ վախ, որ տարածաշրջանում կարող է ավելի շատ հակամարտություն լինել։ Այդ ժամանակվանից ի վեր վարչապետի եւ նրա թիմի ապագային ուղղված տեսլականի եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության աջակցության եւ ներգրավվածության շնորհիվ կարծում եմ հիմա մենք ունենք այլ իրավիճակ։ Նրա խոսքով TRIP-ի ուղին ավելի լայն գործակցություն է ենթադրում, որի կարևոր հատվածը սահմանային անվտանգությունն է եւ կառավարումը, տնտեսական գործընկերությունը։ Սա մեր հարաբերությունները տանում է արդեն հաջորդ փուլ եւ առաջ է մղում խաղաղության հեռանկարն ամբողջ տարածաշրջանում։ Դրա մի մասը նաեւ խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումն էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, եւ կարծում եմ, որ այն փաստը, որ այս տեքստը արդեն հաստատված է, կարևոր քայլ է։ ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման աշխատանքին։ Տեսնելու, որ մեր բոլոր քայլերը հասնում են իրենց տրամաբանական եզրահանգմանն ու դրանով բերենք տևական եւ արդար խաղաղություն եւ բարգավաճում Հայաստանին ու տարածաշրջանին։ Ես հույս ունեմ, որ դրանով կդրվի նոր ժամանակաշրջանի մեկնարկը, որտեղ մենք Հայաստանը կտեսնենք որպես տարանցիկ ուղի կենտրոնական Ասիայի եւ կենտրոնական Եվրոպայի միջև եւ տնտեսական հանգույց, նաեւ ՏՏ կենտրոն տարածաշրջանի համար։ Դիտորդական առաքելության հաստատումից մինչև եվրոպական խաղաղության գործիքին Հայաստանի մասնակցությունը նախորդ տարիներին ձեռքբերումներն էական են, իսկ 2026-ի համար նպատակն է ներկայացնել վիզաների ազատականացման ուղղությամբ առաջընթացի զեկույցը։ Սա արդեն ԵՄ դեսպանի գնահատականն է։ Այս բարեփոխումների արդյունքում հենց քաղաքացիներն են շահելու։ Եվրամիության կատարած աշխատանքը միշտ չէ, որ տեսանելի է, չնայած ծավալները նշանակալի են։ Դեսպանը թվերով է խոսում։ Մենք ավելի քան 250 միլիոն եվրո ենք ուղղել ծրագրերին մասնավոր հատվածին աջակցելու համար։ Մասնավոր հատվածին ուղղված այլ ծրագրերի շրջանակում Հայաստանում կապ է հաստատվել շուրջ 17,000 փոքր եւ միջին ձեռնարկությունների հետ, ինչի արդյունքում ստեղծվել է ավելի քան 27,000 աշխատատեղ։ 2026-ն արդեն իսկ մեկնարկել է ձեռքբերումներով։ ԵՄ դեսպանն էլ է շնորհավորում TRIP նախագծի ուղղությամբ արված աշխատանքի համար, ընդգծում Եվրամիությունը պատրաստ է մասնակցել ավելի լայն միակցվածության օրակարգին։ Վերջին մի քանի շաբաթում կոնկրետ ծրագրերի մասին տարբեր մակարդակներում ակտիվ քննարկումներ կան եւ մենք կշարունակենք դրանք։ Եվրամիությունը աջակցում է նաև հաղորդուղիների զարգացմանը, առանձնակի կարևորելով Սիսիան-Քաջարյան ճանապարհի կառուցումը։ Սյունիքը Եվրամիության համարել է առաջնահերթությունը, որտեղ բազմաթիվ ծրագրեր են գործարկվել։ Թումո, Քուավ, փոքր միջին ներդրումները անդամ պետությունների կողմից, մանրամասնում է Մարագոսը։ Նիկոլ Փաշինյանը եւս ընդգծում է Եվրամիության ներգրավվածության հարցում Հայաստանը շահագրգռված է։ Սահմանային անցակետերի ուղղությամբ արդիականացման կամ ստեղծման ուղղությամբ համագործակցելու մեծ դաշտ ունենք։ Հիմա օրինակ Հայաստանը իրան սահմանին մաքսային եւ սահմանային անցակետ է մեծ ժամանակակից կառուցվում Հայաստան Եվրամիության համագործակցության շրջանակում։ Տարբեր նախագծեր կարող են լինել, օրինակ վարչապետ Փաշինյանը Հայաստան-Թուրքիա սահմանին կամուրջներ կառուցելու անհրաժեշտություն է տեսնում։ Առնվազն մարգարարում կամուրջ
պետքա կառուցվի, Ախուրիկում կամուրջ պետքա կառուցվի, Ախուրիկում ակնհայտ է, որ մաքսային եւ սահմանային տերմինալներ պետքա կառուցվեն, Երասխում մաքսային եւ սահմանային տերմինալներ պետքա կառուցվեն։ Իհարկե ես գիտեք կանխատեսում եմ, որ հավանականությունը մեծ է, որ նաեւ Իջևան Ղազախ հատվածում մենք կարող ենք ունենալ որոշակի զարգացումներ, նաեւ հարավային հատվածում մենք ունենք որոշակի զարգացումներ։ Երկրի ղեկավարի գնահատմամբ մեծ հավանականություն կա, որ Հայաստան-Թուրքիա սահմանին կլինի նաև էլեկտրահաղորդման գծերի վերազինում, քանի որ դեռ խորհրդային ժամանակներից ինչ-որ բաներ դեռևս մնացել են։ Եվ մենք արդեն մասնավոր հատվածից այդ ազդակները ստանում ենք։ Մասնավոր հատվածը մեզ արդեն ասում է, մենք ուզում ենք արդեն էլեկտրաէներգիայի մասին կարող ենք մտածել Հայաստան-Թուրքիա եւ Թուրքիա-Հայաստան։ Այդ ուղղություններով կարող ենք մտածել։ Մենք ասում ենք, որ այո, կարող եք մտածել։ Արդյոք մենք ուզում ենք լինենք Եվրամիության լիիրավ անդամ։ Վարչապետի պատասխանը հարցին կարճ է եւ ուղիղ։ Այո, աներկբա եւ միանշանակ։ Բայց դրա համար պետք է նախ երկիրը համապատասխանի Եվրամիության անդամության ստանդարտներին։ Ստանդարտների կարևորության մասին շեշտեց նաև ավիացիոն սև ցուցակում լինելու փաստին անդրադառնալիս։ Ստանդարտի հարցը պետքա աշխատել այլ կերպ։ Այդ հազար ներողություն, այդ բանը մեր իմացած այդ սովետական այդ ձևերը, որ բա չեն կարող մի բան անենք, մի բանը լինի։ Բանը, որը մենք պետք է անենք, մեր աշխատանքի եւ մոտեցումների ստանդարտը փոխելն է։ Եվ ստեղ ես անկեղծ ասեմ, շնորհակալ եմ Եվրամիությանը, որովհետև եթե այդ սև ցուցակը չլինի, մենք ոչ մի խնդիր չունենք։ Մենք այդ թեմային ինքնուրույն չենք առերեսվի, որովհետև Հայաստանում կա դասարանցի, բանակի ընկեր, չգիտեմ, խնամի, քավոր եւ այլն եւ այլն եւ այլն։ Հենց եվրոպական ստանդարտն է դա, որ լսեք կապ չունի ով խնամինա, ծանոթնա, բարեկամնա։ Այդ ինքնաթիռը պետքա թռնի եւ վայրեջ կատարի, հասկանում եք, պարզ բան պետքա թռնի եւ վայրեջ կատարի։ Եվ դրա համար պետքա լինեն որոշակի բաներ, ինդիկատորներ, որ համոզիչ որոշակի համոզմունք կտան, որ այդ ինքնաթիռը թռնելու է, իջնելու է։ Հայաստանը նաև գիտի, որ չի կարող միևնույն ժամանակ լինել Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Մենք այսօր Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, ինչը նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա, հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի։ Հետևաբար այնքան ինչքան համատեղելիությունը հնարավոր կլինի, մենք կշարունակենք նաև մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Երբ որ այլևս համատեղելիության անհնարինություն կարձանագրի, մենք դա գիտենք, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ կկայացնենք այն որոշումը, որը կբխի Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազատ կամարտահայտությունից։ Առանց դիվանագիտական սեթևեթանքի վարչապետը հայտարարում է Հայաստանի կառավարության համար կարևոր առաքելությունն է, որ Հայաստանի ժողովուրդը չմտածի, թե այլընտրանքներ չունի, որ միշտ ունենա ընտրության հնարավորություն։ Եվ մեր այս ընթացքը ցույց տվեց, որ մենք ունենք տարբերակներ, եւ մենք այդ տարբերակները հիմա այդ տարբերակների մենյուն ստեղծում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար։ Այդ մենյուի մեջ մենք առաջնորդում ենք եւ ասում ենք, որ այո, քանի որ ժողովրդավարությունը մեզ համար ընդամենը հանգամանքների պատահական հանգամանքների բերում չէ, այլ մեզ համար ռազմավարություն է, բնականաբար ժողովրդավարական երկիրը ձգտում է լինել ժողովրդավարական երկրների միջավայրում եւ մենք գնալու ենք այս ճանապարհով։ Մենք աշխարհի ծայրամասում գտնվող երկրից վերածվում ենք աշխարհի բավականին ակտիվ տեղում գտնվող երկրի, ընդգծում է վարչապետը ու եւս մեկ անգամ հայտարարում. Հայաստանը անհամբերությամբ սպասում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը հյուրընկալելուն։ Իրնամ Կրչյան, Սերյան Անտոնյան, լուրեր։